Բարի ու կարոտած առավոտ, սիրելի հեռուստադիտող Նուր հեռուստաընկերությունն այսօրվանից մեկնարկում է իր նոր գարնանային եթերաշրջանը, որոնք լի են մշակութային, ընտանեկան, ջերմ ու հետաքրքիր հաղորդաշարերով, պատմելով մարդկային պատմությունների, ազգային արժեքների ու կարևոր թեմաների մասին։ Իսկ այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել մեր գլխավոր գործընկերոջ Արփինետ ընկերության շնորհիվ։ Դե իսկ գարնան մեկնարկով այսուհե ձեր հանգստյան առավոտները կջերմացնի բարի առավոտի թիմը իր բովանդակ զրույցներով։ Այսօր մարտի 8-ն է կանանց միջազգային օրը։ 1909 թվականին հենց այս օրը գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց օր։ Դե իսկ 1977 թվականին միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց որպես կանանց միջազգային օր։ Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին եւ շտապում ներկայացնել մեր այսօրվա հյուրին, ով արդեն տաղավարում է դերասանուհի, բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանն է մեր տաղավարում։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհավորում եմ ձեզ եւս մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում լավագույնը, ինչ որ ինքներդ ձեզ կցանկանաք։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհավորում ձեր Շնորհակալ եմ։ Եվ այս կապակցությամբ գեղեցիկ ծաղիկները ձեզ ենք նվիրում, որի համար նաև շնորհակալություն ենք հայտնում Ֆան Տյուլպանին։ Շնորհակալ եմ։ Դե Իրինա, սկսենք մեր հետաքրքիր զրույցը, նախ պատմեք ինչպիսի փուլ է հիմա ձեր կյանքում, գիտեմ, որ շատ խառը տարբեր նախագծեր, ներկայացումներ։ Դե իմ մոտ կյանքում միշտ է խառը փուլեր լինում, որովհետև ես այդպիսի մարդ եմ, ես չեմ կարողանում հանգիստ հանդարտ կյանքով ապրել։ Խառը լավ իմաստով։ Երբ որ ես ծանրաբեռնված եմ շատ հետաքրքիր պրոյեկտներով, գործերով ու միշտ շատ եմ ինձ վրա վերցնում, ոնց որ ասում եմ, ուսերիս վրա վերցնում, ինձ համար դա կոմֆորտի զոնա է։ Ես այլ կերպ սկսում եմ արել որպես Իրինա Հարությունյան, որպես դերասանուհի, ռեժիսոր, թե ընդհանրապես որպես անձ։ Հիմա բավականին տենց խիտ գրաֆիկով ենք մենք թե թատրոնում, թե հեռուստա նախագծերում, թատրոնից խոսեմ սկզբից, այս սեզոնը, սեպտեմբերից սկսած մինչև հուլիս ամիսը մենք նոր սեզոնը բավականին հետաքրքիր ենք սկսել ենք պրեմիերայից, մեր տնօրենն է բեմադրել, ձեզ ծանոթ Սուրեն Շախվերդյանը, բավականին հետաքրքիր պրեմիերա, որը հունիս ամսին մենք մեկնելու ենք Չեխովսկի ֆեստիվալ փառատոնին, ինքը միջազգային փառատոն է ու սենց մեծ շրջագայություն է լինելու Ռուսաստանի Դաշնությունով, Մոսկվա, Եկատերինբուրգ, Վորոնեժ, մի խոսքով թատրոնում երուզերը շարունակում է մանկական ներկայացումները բնականաբար, հիմա այս փուլին ես աշխատում եմ ինձ համար բավականին հետաքրքիր ու անսպասելի դերի վրա, Անվան հորի ներկայացումն է բեմադրվելու, մեր մոտ Սարգիս Նեշախունդ ռեժիսորը իր առաջի գործն է Ստանիսլավսկի թատրոնում, ու փորձերից արդեն կարող եմ ասել, որ բավականին վառ, հետաքրքիր, երաժշտական ու ոչ տենց անսպասելի բան է սպասվում, ու չգիտեմ Այնտեղ որ կերպարն եք մարմնավորում։ Անվան հորի մայրիկը բնականաբար, ոչ Անվան հորի։ Լուծումները հետաքրքիր են, նորաձև են, Վահենը Հայրապետյան երաժշտության հեղինակը, մի խոսքով հետաքրքիր թիմով սկսել ենք աշխատանքները, բայց տարին շարունակվելու է բավականին, հենց սեզոնը ոչ թե տարին, մենք սեզոնով ենք խոսում թատրոնում, նորից պրեմիերաներ են սպասվում, Սերցեեդի ներկայացումն է բեմադրում մեր Սուրեն Շախվերդյանը, կամերնի ներկայացում է լինելու եւ պատրաստում են Համլետին, թատրոնը պատրաստում է Համլետին։ Զուգահեռ նաեւ հեռուստատեսային տարբեր նախագծերում կաք, շատ ակտիվ կերպով նկարահանվում եք տարբեր սերիալներում, այդ մասին դեռ կխոսենք։ Ես գիտեմ, որ ձեր բեմադրած ներկայացմամբ նոյեմբերին Մոսկվայում եք, չէ՞, եղել Կրեմլի բեմում եւ հենց այնտեղ ձեր տղան անակնկալ կերպով առաջարկություն է արել նաեւ իր հարսնացուին արդեն։ Սա ում գաղափարն էր ձեր, թե հենց ձեր տղայի միտքն էր։ Իմ գաղափարն է, առաջարկության գաղափարը տղայինն է եղել, բայց որտեղ ինչ
բեմադրել եմ, այո, ես մայիս ամսին անցած տարի հրավեր ստացա իմ ներկայացումը բեմադրած, որտեղ հանդես են գալիս հիանալի դերասաններ, բոլորի կողմից սիրված Մկրտիչ Արզումանյանը, Աննա Բալանձինան եւ մեր մատաղ սերնդի ներկայացուցիչները, դերասանները, շնորհալի Հրիփսին Հայրփին, մենք ստացանք հրավերը Կրեմլի բեմում, որ մենք խաղալու ենք ամսի 30-ին նոյեմբերի ներկայացումը, քիչ վախենալու էր այդ մասշտաբը մեծ, փոքր դահլիճում էր, բայց միևնույն է շատ մեծ է դա, մեր թատրոն, այո, պատասխանատվությունը 1500 հանդիսատես, տոմսերը շատ արագ էին սպառվում, որը շատ հաճելի էր, որ Մոսկվայա բնակ հայերը այդպիսի հետաքրքրություն ունեն մեր, ասենք, հայաստանցիների, այո, արվեստի նկատմամբ։ Մի խոսքով ամսի 30-ին հրավերը արդեն պատրաստական փուլում էի, ուտեղ այս այդ զրույցի ժամանակ, որտեղ մեր հարսնացուն Մոսկվայից է, այնտեղ է բնակվում, ու մենք մտածում ենք անդադ տղաս ասում էր, չգիտեմ ոնց եմ առաջարկությունը, բայց պատրաստում էր առաջարկություն անել, ու դից միտքս ծագեց, որովհետև ներկայացումը հենց դրա մասին է, այնտեղ զույգեր են ամուսնանում, վերջում իմ բեմադրածը, որը բեմադրել եմ նախ անցած տարի, դերասանուհին նետում է ծաղկեփունջը դահլիճ։ Ասացի, չի նետի ծաղկեփունջը ու կգնա կտա մեր Շատ հետաքրքիր գաղափար, այո։ Ու տենց այդ ամեն ինչը ստացվեց, ճիշտ է, նագրոսկան շատ մեծ էր, որովհետև հաջորդ օրը բնականաբար հայկական ադատներով նշանադրություն էր, բայց ամենահետաքրքիրը, որ մեր հարսիկը չգիտեր դրա մասին, այդ ամբողջ անակնկալ էր, շնորհակալություն իրենց հորաքույրին, հայրիկին, որոնք ինձ շատ օգնեցին այդ տարօրինակ գաղափարի իրականացնել, բայց ամեն ինչ եղավ ուղղակի երկու իրադարձություններ, ամսի 30-ին այդ ամենը եւ հաջորդ օրը ու շնորհակալություն իմ թիմին, իմ գործընկերներին, իմ ընկերներին, որոնք ինձ շատ օգնեցին այդ ամբողջը կազմակերպելու ու անակնկալը, որ լինի իրոք անակնկալ։ Ես գիտեմ, որ ձեր կարիերայի սկզբում շատ ավելի կենտրոնացած էիք աշխատանքի վրա եւ ավելի քիչ ժամանակ էր մնում հատկացնել ընտանիքին, այս փուլում ինչպես է, հասցնում եք բալանսավորել։ Գիտեք ինչ, քիչը հարաբերական է։ Հարաբերական է շատն ու քիչը մանավանդ արվեստի բնագավառի այո մարդուն եթե ես հետ հայացք եմ նետում ինձ թվում էր որ դա քիչ է բայց բավականին էլի ժամանակ ոնց ասեմ երեխայի խնամքի մասին էր խոսում մեծ տղայիս մասին եմ խոսում որովհետև եթե այդ պահը այդ փուլը ես բաց թողեի շատ բաներ երևի թե այդ բալանսավորված է պետք ամեն դեպքում, որովհետև երբ որ կողքիդ օգնող կա ու ընտանիքդ, որը ողջունում է քո գործունեությունը ու ամեն ձև օգնում է, ոչ թե դու ինչ որ սենց ամեն ինչ լավ է ստացվում։ Ինձ բախտ է վիճակվել, որ ես այդ սիտուացիայում եմ հայտնվել, իմ ընտանիքը, իմ ամուսինս, իմ մայրիկս ինձ բավականին շատ օգնել են Այս պատճառով երկրորդը մի քիչ ուշ եմ լույս աշխարհ բերել իմ տղայիս, բայց երկրորդին ոնց որ ավելի գիտակցված էր այդ ամեն ինչը, ընտանիքում բողոքներ չունեմ։ Կարևորը դա է։ Այո։ Ես գիտեմ նաև հետո որ մի շրջան եկավ, երբ դուք արդեն երկար ժամանակ դադար եք, չէ՞, վերցրել արդեն աշխատանքային ոլորտում, հետո արդեն վերադարձը կարծում եմ բավականին բարդ էր, նույն թափով այսպես ասած տրվել աշխատանքին, որովհետև ամեն դեպքում ինչ որ բաներ են փոխվել, մարդիկ, ժամանակ եւ այլն, ինչ որ առումով այդ հատվածում զղջում եղել էր, որ այ բաց եմ թողել այդ ամենակարևոր, գուցե ինչ որ առումով այդ ժամանակվա համար պիկ շրջանը։ Ստեղծագործող մարդու համար յուրաքանչյուր րոպեն էլ որ բաց է թողում փոշմանելու տեղիք է տալիս։ Ոչ թե փոշմանելու, դա ինչ որ հետ կա թողում բնականաբար։ Ես այո, թատրոնից մի փուլ կար, որ ես թատրոնում չէի
Տարբեր այո, պատճառներով։ պատճառներ կային, բայց ես շարունակում եմ ստեղծագործել, բնականաբար իմ նկարահանումները, ես ոնց որ դադար այդքան շատ չի եղել, ճիշտ է, թատրոնի բեմից ես 5 տարով հեռացա, որը ինձ համար շատ ծանր է, որտեղ յուրաքանչյուր օր ինձ համար ոնց որ ինչ որ, չգիտեմ, այդ օդը չէր հերիքում։ Ես իրոք շատ ծանր էի տանում, որտեղ բեմը, ահա որ բեմի կարոտը ինձ միշտ խեղդել է։ Ասում փառք, վերադարձա ես թատրոն, ճիշտ է ասեմ, սուտ չեմ ասի, մեծ ակնկալիքներով վերադարձա, բայց ցավոք սրտի այդքան էլ հետաքրքիր չէր այդ փուլը, երբ որ դու դա իմ հետ կապված չէր, մեր թատրոնի վիճակներ այդպիսին, որովհետև մենք մեր գեղեկը Ալեքսանդր Սամսոնյանը, որը պահում էր ամբողջ թատրոնը այսպես ու միշտ հետաքրքիր ստեղծագործական իրադարձություններ էին կատարում, մի պահ կանգ առավ այդ ամեն ինչը, բնականաբար այդպիսի լիդերից հետո, բայց վերջի արդեն մոտավորապես տարին ավել փոփոխություններ եղավ ու բավականին հետաքրքիր ընթացք ունի մեր աշխատանքը թատրոնում, մեր գործունեությունը յուրաքանչյուր դերասանի համար, հիմա ամեն ինչ շատ լավ է։ Իսկ այսօր թատերական աշխարհում, առհասարակ ինչ բացեր կան, որոնք դուք որպես թե դերասանուհի, թե բեմադրիչ ինքներդ նկատում եք։ Գիտեք ինչ, ես տեսնում եմ, որ տարբեր հարթակներում, տարբեր թատրոններում բավականին հետաքրքիր ես միշտ հետևում եմ, ես այն տեսակի մարդկանցից չեմ, որ ես իմ ամփոփված եմ ապրում, ես իմ ստեղծագործական կյանքը, իմ ներկայացումները, ես հաճախ եմ գնում իմ գոլեգաների ներկայացումները դիտում, ինձ հետաքրքիր է, որովհետև յուրաքանչյուրը կարող է մի հետաքրքիր գործ անել, ինչու չգնամ, չտեսնեմ ու միգուցե մի հետաքրքիր բան էլ ինձ համար վերցնեմ։ Բավականին հետաքրքիր գործունեություն է հիմա ծավալվում Հայաստանի Հանրապետությունում, տարբեր հարթակներում, Գյումրիում, Հայաստան, Երևանում, աշտարակում, չգիտեմ, տարբեր հարթակներում, թատրոններում։ Ես միայն մի բացի մասին կարող եմ ասել, որ հանդիսատեսի բացը գիտեք ինչ պերիոդ կար, ես մեր թատրոնի մասին կոնկրետ ասեմ, որ պատոկ եղավ մեծ Ռուսաստանից թափառաշրջիկները, մեր տուրիստները եւ ինչ պատճառներով ռուսները որ եկան Հայաստան, մենք ուղղակի սենց ասում ենք վաու, потому что թատրոնում միշտ լեփլեցուներ դահլիճները, հիմա էլ չենք բողոքում, բայց երբ որ դու գնում ես Ռուսաստանի դաշնությունում, տեսնում ես ինչ որ ներկայացումներ թատրոնում ու տեսնում ես, որ տոմսերը խնդիր է ձեռք բերել շատ բարձր գներով, որովհետև սպառված են։ Ես ուզում եմ, որ մեր թատրոնները մեր Հայաստանում, մեր տարածաշրջանում միշտ այդ խնդիրը ունենան, որ մի հատ էլ ներկայացում դնեն, որ հանդիսատեսը կարողանա դիտել, որովհետև к сожалению դա մեր խնդիրը չի, ոչ թե մենք վատենք։ Իսկ ներողություն, գուցե այստեղ խնդիրը այն է, որ փաստացի կան ներկայացումներ, գուցե մարքեթինգային ճիշտ քայլեր է պետք արվի, եւ մարքեթինգային, եւ к сожалению այսօրվա երիտասարդությունը, որին շատ սիրում եմ, որտեղ շատ տաղանդավոր ու շատ լավն է մեր երիտասարդությունը, որակյալ են հիմիկվա երիտասարդները, շատ են խորացած իրենց TikTok-ներով, Instagram-յան էջերով, то есть այդ живой շփումը իրանց մոտ բաց թողած է ու թատրոն գալը ընկել է 4-րդ, 5-րդ, եթե ոչ 10-րդ պլան։ Իրենք շփումը արվեստի հետ, չեմ ասում չեն առնչվում, բայց երևի թե ավելի on-line է, քան թե живой շփումը։ Ես շատ կուզեմ, որ տենց լինի եւ մարքեթինգային ինչու՞ չէ, որ այդ թատրոնը պետք է առաջ գնա, որովհետեւ
ես ճիշտ արդեն շատ շուտվանից եմ թատրոնում աշխատում, բայց ես այն տեսակի դերասանուհիների չէ, որ սովորեմ են հնին ու ինձ կոմֆորտ չի նորը։ Ես միշտ բաց եմ, այո, շատ եմ սիրում փոփոխություններ, չեմ կարճում հնից, որովհետև այնտեղ ինձ շատ լավ էր այդ առաջ գնալը, к сожалению, հիմա չեմ ասի որտեղ եւ ինչ, բայց թատրոններ կան, որոնք գնում են այդ ռիթմով, իսկ թատրոններ կան, որ հələ կանգնած են ու նույն տեղը քայլում։ Կոմֆորտի զոնայում։ Այո։ Ու դա իրանց համար շատ դժվար է, թե դերասանները, թե ռեժիսորները, որովհետեւ կյանքը գնում է առաջ ու պետք է այսօրվա օրով գնալ, որովհետև եթե հնով շատերը առաջնորդվում են, դա զաստոյ է լինում։ Դուք միշտ ձեր դերասանական գործունեությանը զուգահեռ նաև բեմադրել եք ներկայացումներ, հենց ձեր առաջին մասնագիտությունն է ռեժիսոր։ Հետաքրքիր է ի սկզբանե կար այդ ցանկությունը հենց բեմադրիչ նաև լինել, թե ընթացքում է ինչ-որ մի պահի եկել այդ ցանկությունը։ Գիտեք ինչ, ես որ վերադարձա Հայաստան, ընդունվեց Ստանիսլավսկու թատրոն, ես բնականաբար բարձրացա բեմ, որովհետև ինձ այդ տեսակի մեջ բնականաբար տեսավ մեր լուսա Царство ему небесное Ալեքսանդր Սամսոնիչը։ Ես շատ իմ желание, միշտ իմ ցանկությունը կար, բայց մի գեղեցիկ օր ինքը ինձ առաջարկեց, ասեց՝ միգուցե նաև այս գործը առաջ տանես, տեսնես ինչ ես անում, ու սկսեցի բեմադրել։ Ես ասեմ, ես երկու տեղն էլ շատ ինձ կոմֆորտի մեջ եմ զգում, ու շատ լավ է, որ ես ինձ տարանջատում եմ, երբեք դուք չեք տեսնի դերասանուհի Իրինա Հարությունյանին դահլիճում, ռեժիսորական սեղանի մոտ, եւ հակառակը, երբ որ ես որպես դերասանուհի եմ հանդես գալիս, ես կարող եմ ինչ-որ հետաքրքիր մտքեր, բայց երբեք ես այդ կապսուլայից դուրս չեմ գալիս, շատ դերասաններ տեսել եմ, հանդիպել եմ, որ իրենք չեն կարողանում իրանցից ոնց որ ռեժիսորը սկսում է ակամա սկսում են իրենք բեմադրել ու դա ինձ դաժե խանգարել է, երբ որ ես բեմադրել եմ դերասան փորձելուց եղել, որը նաև ռեժիսուրայով է զբաղվում, ես զգացի, որ մի պահ ինքը սկսեց ինչ-որ իմ փոխարեն, որովհետև դա ոչ թե սպեցիալն է, այլ ակամա։ Ես շատ լավ եմ տարանջատում դա, որովհետև իմ մեջ այդ ոնց որ չգիտեմ մցրել եմ այդ դիսցիպլինա, որ չի կարելի, որովհետև տարբեր են, այո։ Եկեք նաև խոսենք սերիալային ձեր գործունեությունից, քանի որ ակտիվ կերպով նկարահանվում եք այս վերջին տարիներին եւս, հետաքրքիր է որքանով է ձեզ գոհացնում հայկական սերիալային իրականությունը եւ բովանդակությունը, որովհետեւ շատ են տարակարծություններն այս թեմայով։ Դա միշտ եղել է, կա եւ կլինի, որովհետեւ չգիտես ինչու մի տոկոսային մասա կա, որ ասում են, մենք չենք նայում, դա ինչ է, и так далее, и так далее։ Եվ նաև ներողություն դերասաններ էլ կան, որ ասում են երբեք չենք նկարահանվի։ Այո, կան, տենց, բայց ես մի քիչ կասկածով եմ մոտենում այդ դերասանները, որովհետև եթե առաջարկեն կնկարահանվեք։ К сожалению, это так։ Ես լսել եմ այդպիսի բան, բայց ես գիտեմ, որ այդ երևի թե առաջարկ չեն ստացել, որովհետև բավականին հետաքրքիր ֆիլմեր են նկարահանվում մեր մոտ, Ռուսաստանից են գալիս, ինչու՞ չէ, Ամերիկայից, Պարսկաստանից ֆիլմերը անընդհատ նկարահանվում մեր տարածաշրջանը այնքան հետաքրքիր է, հա, լոկացիան։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, որովհետև ես իմ գործով եմ զբաղվում։ Դու ազնիվ արա քո գործը, քո կերպարի հետ, ասենք կերպարի վրա աշխատի, ու ինչ է նշանակում։ Վատ ներկայացումներ են լինում, ինչի են խաղում։ Ուղղակի այդ սերիալում, երբ մի անգամ նկարվում ես, կոկնում է, չէ՞, այդ պիտակը, որ ասում են սերիալային դերասանուհի։ Մարդիկ կան, որ գուցե խուսափում են հենց այդ սերիալային դերասանուհին է այդ պիտակը կպնում այն մարդկանց, որոնք միայն սերիալում են հայտնվել, սերիալից են սկսել եւ այնտեղ մնում են։ Երբևիցե ես այդ ճիշտ շատ շուտվանից եմ նկարվում, գրեթե առաջի սերիալից, կյանքի գինը առաջինից ես նկարահանվում եմ ու մինչև հիմա, երբևիցե այդ պիտակը ես չեմ ունեցել, որովհետև ես միայն ընտեղ չեմ, այլ նաև թատրոնում եմ, ու եղել է, որ ես թատրոնում չեմ եղել, այդ շրջանում նկարահանվել եմ, երբևիցե չի եղել։ Ես չեմ ասում լավ թե վատ, ես
քննադատում եմ այն մարդկանց, ովքեր ասում են պետք չի նկարվել, ինչու՞ չէ։ Շատ վատ է լինում, որ թատրոնի դերասանը գրեթե փորձառու դերասանը գնում է կամերայի մոտ կանգնում է, ֆիլմեր է լինում, չգիտեմ, տարբեր պրոյեկտներ, ու ինքը չի կարողանում կամերայի հետ աշխատի։ Դա շատ մեծ փորձ է, շատ մեծ փորձ է։ Այո, ես միշտ նկարվել եմ ու կնկարվեմ, եթե առաջարկներ։ Բովանդակային առումով որքանով է Բովանդակային առումով լինում են անհետաքրքիր, ասում են, որ անհետաքրքիր է, բայց ես որպես դերասանուհի դա էլի շատ տարօրինակ բան է, հա, կարծրատիպ է, որ բոլոր սերիալները վատ են կամ բոլորը լավ են։ Ամեն մեկին, ասենք, զրիցել, օրինակ հիմա ես նկարահանում եմ Վերջի զանգ հեռուստա նախագծում, որը առաջին իսկ օրվանից մինչև այսօր ամենաբարձր ռեյտինգով է գնում ամեն օր։ Ոչ մի օր մենք չենք զիջել ու Թե ուղղակի ոչ միշտ է, որ ռեյտինգը եւ լավ պրոդուկտ լինելը միմյանց հետ փոխկապակցված է։ Ես ունեմ իմ կարծիքը, հա, ես կարող եք սուբյեկտիվ լինի, որ շատ լավ պրոյեկտ է, այդտեղ դալը, բայց ես դա լսում եմ։ Ու նաև մնացած հեռուստան սերիալներով, որ ես նկարվել եմ, շատ տարբեր են կարծիքները, սենց однозначно չի կարելի ասել։ Ու ես միշտ ոչ թե, գիտեք ինչ, շատերը մտածում են, որ դա միայն փող աշխատելու աղբյուր է, սերիալում նկարելը, անավանդ թատրոնի դերասան, դա ինչ է թատրոնում, քիչ է վարձատրում, բայց չէ, միայն դա չի։ Բնականաբար միայն դա չի։ Ինձ հետաքրքիր է այդ աշխարհը։ Ես ծանոթանում եմ նոր մարդկանց հետ, գոլեգաների հետ, որոնց հետ հնարավոր է տարիներով մենք չառնչվենք ու չիմանանք։ Եվ այդ process-ը, որ կատարվում է, այտենց մի տարի ենք նկարում, կես տարի ենք նկարում, ես ինձ համար որպես մարդ, որպես ոչ թե դերասան, այլ որպես մարդ, ես միշտ ձեռքբերումներ եմ ունենում ամեն պրոյեկտում, ընկերներ եմ ձեռք բերում, լավ մթնոլորտում եմ աշխատում, միշտ չի, որ լավ է լինում, բայց ասում եմ, նայած չի, որ թատրոնում միշտ սենց ամեն ինչը լավ է, այո, իդեալական է։ Շնորհակալ եմ շատ Իրինա, մեր տաղավարում գտնվելու եւ այսքան հետաքրքիր անկեղծ զրույցի համար, ձեզ նոր բեմեր ու հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, իսկ ես հիշեցնեմ եւ շնորհակալություն հայտնեմ, որ իմ այսօրվա տոնական եւ շքեղ տեսքն ապահովվել է Մետաքսե հագուստի սրահը։ Եվ այս պահին առաջարկում եմ դիտել մեր գործընկերոհու պատմական դադար էջի ռեպորտաժը, որից հետո արդեն մեր տաղավարում ձեզ կողջունեն մեր մյուս գործընկերները, իսկ այսօրվա համար ես ձեզ ասում եմ ցտեսություն, մինչ հանդիպում։